Թաղելով ամուսնուն 3 տարի առաջ, Տաթևը որդու հետ մեկնում էր հանգստի, երբ պատահաբար ինքնաթիռում երեխան նկատում է իր հորը շատ նման մի տղամարդու և դիմելով մորը ասում, որ այնտեղ իր հոր նման ինչ-որ մեկն է, ով նստած է օտար կնոջ հետ։ Տաթևը սկզբում չի հավատում որդու խոսքերին, բայց ընթացքում բացահայտելով իրականությունը ապշում է։ Բարեկամներ, սա պատմության երկրորդ հատվածն է։ Առաջին մասը կարող եք դիտել սեղմելով էկրանին երևացող հղման վրա կամ նկարագրության մեջ։ Շուրջ 3 տարի առաջ ինձ սկսեցին սպառնալիքներ հասնել։ Մեր ընկերությունը ճանապարհը կտրեց մի շատ լուրջ կազմակերպության։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես մեծ վարկ վերցրի մեր նոր նախագծի համար։ Իհարկե, բանկը իմ տված պայմաններով ոչինչ չէր տա։ Ուստի ես դիմեցի մի կասկածելի կազմակերպության։ Մենք պայմանագիր կնքեցինք, մեր հաշվին փոխանցվեց շատ մեծ գումար, բայց մեր ընտրած կապալառուն չկատարեց իր պարտավորությունները և անհետացավ։ Հետո, ինչպես ասում էին նրանց ներկայացուցիչները, նրան տեսել էին Կիպրոսում, բայց դա էական չէ։ Ես դիմեցի վարկային կազմակերպությանը, բացատրեցի իրավիճակը, բայց իհարկե ոչ ոք ինձ չլսեց։ Ընդամենը 1 ամիս ժամանակ տվեցին ինձ պարտքը վերադարձնելու համար։ Մենք գնացինք ոստիկանություն, բայց այնտեղ ասացին, որ չեն կարող օգնել, քանի որ և այդ կազմակերպությունը և կապալառուն աշխատել էին ոչ օրինական։ Այդ ժամանակվանից ինձ սկսեցին զանգել, նամակներ ուղարկել էլեկտրոնային փոստով։ Ես վախենում էի, որ սկսեն գալ մեր տուն, պահանջում են վերադարձնել գումարը, իսկ ես որտեղից կգտնեի այդպիսի գումար 1 ամսում։ Ամեն օր սպառնալիքներն ավելի հաճախ էին գալիս, և ես որոշեցի հեռանալ, գնալ Վրաստան։ Այնտեղ մի քանի շաբաթ անցկացնելուց հետո ես արդեն պատրաստվում էի վերադառնալ, բայց հանգստի տան պահակը, որտեղ ես կանգ էի առել, ինձ հայտնեց, որ ինձ փնտրում էր մի խումբ երիտասարդներ սպորտային տեսքով։ Ես հասկացա, որ ինձ գտել են։ Փախչելու տեղ էլ չկար։ Նրանք ինձ կհասնեին և օդանավակայանում, և կայարանում, և նույնիսկ հանգստի տանը։ Ես խառնված էի։ Թվում էր, թե ամեն ինչ ավարտված է։ Հիշում եմ, ես այդ ժամանակ փախա ինչ-որ անտառ։ Մի կերպ այնտեղ կապ գտա և զանգեցի մեր գլխավոր տնօրենին, Հովհաննեսին։ Ես լավ եմ հիշում այդ խոսակցությունը։ Սկզբում նա ընդհատեց ինձ և պատմեց, որ դու զանգել էիր և հետաքրքրվել, թե որտեղ եմ։ Ես շատ եմ ցավում, բայց ես չէի կարող քեզ ներգրավել։ Ընդհանուր առմամբ ես նրան ամեն ինչ պատմեցի, և այդ ժամանակ մենք մշակեցինք պլան բեմադրել իր մահը։ Այնտեղ, Սևանում, երբ լճի այդ հատվածի ջուրը դեռ սառույց էր, մենք հաճախ էինք գնում ու սահնակներով սահում։ Ու որոշեցինք, որ հենց դրանից էլ կառչենք, թեյփրև ընկել եմ ջրի մեջ և անհետացել։ Ես այնտեղ գտնվող ընկերության մի քանի մոտ աշխատակիցներին հայտնեցի, որ պետք է տարածել իր մահվան մասին լուրը և ինչ-որ կերպ կարգավորել հարցերը փրկարարների հետ։ Պարոն Հովհաննեսը պետք է լուրը տարածեր ամբողջ ընկերությունում և գար քեզ մոտ։ Ինչպես կարող էիր, Բագրատ, շշնջաց Տաթևը։ Հասկացիր, սիրելիս, ես փրկում էի կյանքս և ոչ միայն իմը, նրանք կարող էին ճնշել ինձ ձեր միջոցով։ Բագրատը խմեց մի կում կոկտեյլից և շարունակեց. Հովհաննեսը խոստացավ, որ կօգնի ձեզ գումարով, ու գոնե այդպես թեթևացնի ձեր կյանքը։ Նա օգնեց։ Գոնե այդպես, բարկացավ Տաթևն ու շարունակեց. Դու կարծում ես, որ ինչ-որ գումար, ինչ-որ ժառանգություն կարող էր մեղմել իմ տառապանքները։ Ես 3 տարի չեմ ապրել, հասկանում ես, ես ամեն օր մեռնում էի։ Սա իմ առաջին հանգիստն է այդ ամբողջ ընթացքում, և այն էլ Դավիթի սխաթր։ Ես իսկապես շատ եմ ցավում, բայց ես այլ ելք չունեի։ Հասկացիր, դու կգայիր մեզ հետ արդ երկիր, կթաքնվեր այնտեղ, ինչու ընտրեցիր ամենադաժան ճանապարհը։ Տաթև, այդ մարդիկ մեզ կհասնեին նույնիսկ արտերկրից։ Դրա համար թաքնվեցի Վրաստանի հեռավոր գյուղերում, մի տեղ, որտեղ անվտանգ էր։ Ավելին, ես այնպիսի վիճակում էի, որ պարզապես չէի հասցնի ոչ մի տեղ գնալ։ Ինձ փաստացի պատին էին սեղմել։ Բագրատ,
Դու կարող էիր անմիջապես պատմել քո խնդիրների մասին, չսպասել ծայր հեղկետին։ Ես չէի ուզում ծանրաբեռնել քեզ։ Մենք փոքր երեխա ունեինք ու չէի ուզում ձեզ ներքաշել այդ ամենի մեջ։ Դու հիշեցի՞ր երեխայի մասին։ Քանի անգամ ես նրան տեսել քո կյանքի վերջին տարիներում։ Դու ճիշտ ես, Տաթև, ու ես այս 3 տարիների ընթացքում գիտակցեցի, թե որքան է ինձ պակասում որդիս։ Լսիր, ինչպես է քեզ հաջողվում, բացականչեց Տաթևը, ոնց է հաջողվում ամեն ինչից մաքուր դուրս գալ, վիրավորված, անմեղ ձևով։ Ու եթե դու այդքան կարոտել էիր որդուդ, ինչու չհայտնեցիր, որ կենդանի ես։ Ես չէի կարող դա անել, վտանգը պահպանվում էր, ինձ ընդհանրապես չէր կարելի հայտնվել քաղաքում։ Իսկ զանգերը, չէ որ հեռախոսը չէր կարող գաղտնալսվել։ Տաթև, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, թե ինչպես կարձագանքեր այն աշխարհից եկած զանգին։ Շատ հոգատար չես ձևանում կնոջդ ու որդուդ 3 տարի սքի մեջ պահելով։ Տաթև սիրելիս, ես հույս ունեի, որ դու արագ կմոռանայիր ինձ։ Մեր հարաբերություններն այդ ժամանակ արդեն հեռու էին կատարյալ լինելուց։ Հետաքրքիր է իսկ ում մեղքով։ Այո, ես ընդունում եմ, որ մեղավոր եմ, այդ թվում մեր հարաբերություններում տեղի ունեցածի համար։ Եվ ինչ պետք է անեմ դրա հետ, ուրախությունից պարանոցի տնկնեմ։ Մի հեգնիր, Տաթև, ինձ համար իրոք շատ վատ էր։ Լավ, իսկ հետո, ինչ եղավ քեզ հետ հետո, հուզված հարցրեց Տաթևը։ Դե հետո եղավ 2 տարվա անդադար փախուստ։ Ես փոխեցի ազգանունս, ապրեցի տարբեր գյուղերում, հեռավոր քաղաքներում, բայց այդպես էլ ինձ համար ոչ մի հարմար տեղ չգտա, տխուր պատասխանեց Բագրատը։ Իսկ երբ հասկացար, որ այլևս վտանգի տակ չես, որ որոշեցիր քեզ տալ հանգստի, սուր հեգնանքով հետաքրքրվեց Տաթևը։ Երբ լուր ստացա, որ այն ֆինանսական կազմակերպությունը, որին պարտք էի, լուծարվել էր, իսկ նրա ղեկավարությունը աշխատակիցները ձերբակալվել էին։ Ես անմիջապես վերադարձա մեզ մոտ եւ 5 կապերի օգնությամբ կազմակերպեցի նոր գործ։ Շահույթը փոքր է, բայց ապրելու համար հերիք է, եղավ պատասխանը։ Բագրատ, դու գոնե մեկ անգամ հիշել ես մեզ վերադառնալուց հետո։ Հիշել եմ եւ ոչ մեկ անգամ, բայց ճիշտն ասած, ես վստահ եի, որ դու այդ ժամանակ արդեն մոռացել ես ինձ։ Ես որոշեցի, որ Բագրատ Հայրապետյանի անցյալն այլևս գոյություն չունի։ Հիմա կա նոր Բագրատ Գևորգյան, նոր գործով եւ կրկին անձնական կյանքով։ Փաստորեն դա էր պատճառը, որ չէի կարողանում գտնել քեզ։ Բագրատ, դու ներում չունես։ Սիրելիս, ես արդեն ասացի, որ մեղավոր եմ քո առջև։ Ես լրիվ հիմար եի։ Լավ է, որ դա ընդունում ես, բայց քո զղջումները ոչ մի կերպ չեն ջնջիմ տարիների տառապանքները։ Ես չգիտեմ, թե ինչ նպատակով ընդհանրապես որոշեցիր խոսել ինձ հետ։ Դե առաջին հերթին ես պարզապես ուզում էի բացատրվել, իսկ երկրորդ լսել քո ներողությունը։ Այսինքն, դու մտածեցիր, որ կպատմես քո ծանր պատմությունը, թե ինչպես էին քեզ սպառնում, որ ընտրություն չունեիր, եւ ես կհուզվեմ ու կներեմ քո բոլոր դավաճանություններն ու խաբեությունները։ Բագրատը չգիտեր ինչ պատասխանել։ Նա նայեց իր դատարկ բաժակին եւ արդեն պատրաստվում էր գնալ հաջորդի համար։ Բագրատը վեր կացավ եւ անմիջապես նորից նստեց։ Ինչ է պատահել։ Տաթևը մտածեց, որ Բագրատին կրկին վատ է։ Հիմա աղմուկ կլինի, բայց խնդրում եմ, ոչ մի բանի վրա ուշադրություն մի դարձրու եւ ոչինչ մի լսիր։ Տաթևը սկզբում չհասկացավ, թե ինչ խառը խոսքեր ասաց իր նախկին ամուսինը, բայց մի ակնթարթ անց սեղանին մոտեցավ Բագրատի ներկայիս ընկերուհին, Վիկան։ Ահա թե որտեղ ես, տորմարդ։ Ես գիտեի, որ կրկին բար կվազես, բարձր ասաց նա եւ ապտակեց Բագրատին։ Վիկա, դու ամեն ինչ սխալ ես հասկացել։ Ես վաղուց ամեն ինչ հասկացել եմ քո մասին։ Դու տղամարդ չես։ Ինձ ապահովել չես կարող, դեռ մի բան էլ այլ կանանց հետ ես թրև գալիս։ Վիկան նայեց Տաթևի կողմ։ Դու, լսիր Բագրատ, դու ընդհանրապես գիտես, որ նա երեխայով է,
Ես նրանց տեսել եմ վերելակում, նա ուզում է օգտագործել քեզ, հիմար։ Վիկա, դադարեցրու անմիջապես, սաստեց Բագրատը։ Ոչ, թող շարունակի։ Խոսակցությանը միացավ Տաթևը։ Դե դու ինձ ստոր ես, դեռ ինձ վրա ես համարձակվում։ Վիկան շրջվեց դեպի Տաթևը և փորձեց բռնել նրա մազերից, բայց Բագրատը ժամանակին կանգնեց, հետ քաշեց իր ընկերուհուն և նստեցրեց իր կողքին։ Բաց թող ինձ, հիմա, բղավեց Վիկան։ Հանգստացիր, բարձրացած Բագրատը, նա ոչ մի բանում մեղավոր չէ։ Իսկ նա մեղավոր է նրանում, որ խլում է օտար տղամարդկանց։ Վիկան չէր պատրաստվում հանգստանալ։ Դուք բոլորովին ճիշտ եք, Տաթևը շարունակեց սադրել աղջկան։ Հենց դրա համար եմ ես եկել այս բար, խլելու ձեր թանկագին տղամարդուն։ Այսպիսի հավատարիմ, նվիրված և ազնիվ մարդ այլևս չես գտնի։ Ահա և դուք բաց թողեցիք ձեր երջանկությունը ինձ հետ անհավասար պայքարում։ Տաթև, դե վերջացրու, խնդրում եմ։ Բագրատը փորձեց հանգստացնել նաև իր նախկին կնոջը։ Բաց թող ինձ, ես նրա բոլոր գանգուրները կպոկեմ, գոռում էր Վիկան։ Դե բավական է, Վիկա, սա իմ նախկին կինն է։ Աղջիկը միանգամից հանգստացավ։ Կինը։ Այն նույնը, որից դու հեռացար տարիներ առաջ։ Հա, հենց նա։ Մի փոքր անհարմար պատասխանեց Բագրատը, փորձելով թաքցնել աչքերը։ Հեռացել էր տարիներ առաջ։ Տաթևին հետաքրքրեց այդ ձևակերպումը։ Ես նույնիսկ ասեի անհետացել էր։ Ոչ, ավելի լավ է ընկել էր ջուրը։ Բագրատը ոչ մի կերպ չարձագանքեց դրան։ Իհարկե, նա իր նոր ընկերուհուն չէր պատմել իր բոլոր արկածների մասին։ Սպասիր, զարմացավ Վիկան, իսկ այն երեխան, որի հետ ես նրան տեսա, քոնն է։ Չէ՞ որ դու ասում ես, թե երեխաներ իբրև թե չունես։ Հա, իրականում ես ստել էի Վիկա։ Վիկան որոշ ժամանակ լռեց։ Նրան պետք էր ինչ-որ կերպ ընկալել լսածը։ Դուք մի անհանգստացեք։ Հանգիստ տոնով դիմեց նրան Տաթևը։ Այդ երեխան նրա հետ քիչ կապ ունի, միայն կենսաբանորեն։ Տղան գրեթե մոռացել է իր հորը, այնպես որ կարող եք համարել, որ նա չի ստել։ Տաթև, Բագրատը փորձեց արդարանալ։ Ինչպես ես անմիջապես գլխի չընկա, ընդհատեց Բագրատին Վիկան։ Եվ կնոջը, և երեխայինը լքել է, և ինձ էլ դու ճիշտ նույն կերպ կլքես։ Ամեն ինչ վերջացած այլևս, մոռացիր ինձ ընդմիշտ։ Վիկան վեր թռավ տեղից և դուրս վազեց բարից, Բագրատը գնաց նրա հետևից։ Տաթևը մնաց մենակ իր կիսատ կոկտեյլի հետ։ Կարող էր նա մեկ շաբաթ առաջ մտածել, թե ինչով կավարտվի այս հանգիստը, տարիների մեջ առաջինը։ Այդպիսի հանգստից հետո, ինչպես ասում են, ևս մի հանգիստ կպահանջվեր, բայց ներքուս նա ուրախ էր։ Առաջինը, որ Բագրատը կենդանի է։ Այո, նա ստոր է, դավաճան, ստախոս, բայց կենդանի։ Երկրորդը, Տաթևը հասկանում էր, որ իր կյանքի նախկին սգո շրջանն ավարտվել է։ Հիմա նոր դժվարություններ կլինեն Դավիթին հոր մասին պատմություններ, բայց դրանք պարզապես առօրյա խնդիրներ են, ոչ թե ողբերգություններ։ Համենայն դեպս, Տաթևի կյանքն այժմ շատ ավելի հետաքրքիր կդառնա, քան նախկինում։ Այդ պատճառով նա ուշադրություն չդարձրեց այդ բարկացած աղջկա բղավոցներին, անհիմն վիրավորանքներին և մազերից բռնելու փորձերին, քանի որ նա գիտակցում էր, որ կյանքի նոր փուլ է սկսվել։ Իսկ նախկինը երբեք չի վերադառնա նույնիսկ հիշողություններում։ Տաթևը վեր կացավ և դանդաղ դուրս եկավ բարից։ Նա ցանկացավ մի փոքր զբոսնել մաքուր օդին։ Հյուրանոցի բակում այլևս ոչ ոք չկար։ Բոլորը կամ սենյակներում էին, կամ բարերում և ռեստորաններում։ Շնչելով տաք բաթումի օդը, Տաթևը զգաց, որ ազատվել է, սգո կապանքները կոտրված էին։ Նա մոտեցավ փոքրիկ պուրակին և տեսավ նստարանին նստած Բագրատին։ Դեմքիդ արտահայտությունից դատելով, քեզ չհաջողվեց նրան հացնել, ասաց Տաթևը և նստեց նախկին ամուսնու կողքին։ Հասա, բայց կարծում եմ, նա այս անգամ ընդմիշտ հեռացավ ինձանից։ Հիմա սենյակից իրերն է հանում։
Ինչու էր քեզ ընդհանրապես այդ մանկապարտեզը պետք։ Ձեզ մոտ 1 րոպե անգամ չի եղել, որ չվիճեք։ Ամեն գիշեր լսում եք ձեր հարաբերությունների մանրամասները, ասա Տաթևը։ Չգիտեմ, ինչ որ բան ինձ պահում էր։ Նա երիտասարդ է, ես այլևս այնքան էլ ոչ։ Ուզում է երիտասարդ էներգիա, զվարճանք։ Զվարճացա, ձեռքը վարեց Բագրատը։ Լսիր, ես այլևս չեմ ուզում քեզ հանդիպել, առավել ևս դու ինքդ քո մասին ամեն ինչ գերազանց գիտես, բայց ասա, այս քայլերով դու առաջինը հենց քեզ չես վնասել։ Ինչ նկատի ունես Տաթև։ Ահա նայիր, դու ամբողջ կյանքդ ինչ որտեղ վազում էիր, փորձում էիր հասնել մեծ գումարների, ստացար սեփական կյանքից սպառնալիք, որի պատճառով ստիպված եղար բեմադրել սեփական մահը։ Փորձեցիր հասնել կյանքում երջանկության, ստացար այդ միամիտ աղմկոտ աղջկան։ Դու դեռ բոլորովին ծեր չես, բայց արդեն ընկնում ես խումհարից հետո ուշագնացության մեջ։ Ինչու էր քեզ այդ ամենը պետք։ Ուր ես հասել։ Գիտես Տաթև, վերջին մի քանի տարիներին ես մոտ էի ինքս ինձ այդ հարցը տալուն, բայց ամեն անգամ փախչում էի դրանից սովորական արդարացումներով։ Գումարներ, ինչպես կարող են դրանք շատ լինել, դրանք ազատություն են տալիս, անվտանգություն։ Իրականում ինձ մոտ ամեն ինչ ճիշտ հակառակն էր։ Հարաբերություններ, դա նոր էներգիա է, երիտասարդ այրուն, կյանքի ուժեր, ուրախություն։ Ես չգիտեմ, ես բացարձակորած եմ։ Բայց դու ինքդ քեզ այդ վիճակի մեջ ես գցել, կորցրել ես ինքդ քեզ։ Դու կորցրել ես, բայց հիմա դու քեզ խղճում ես սխալ ձևով, ասաց Տաթևը։ Իսկ տարբեր կերպ կարելի է խղճել։ Դե իհարկե, քեզ մոտ կա ինքդ քեզ նկատմամբ կործանարար խղճահարություն։ Դրանից ոչ մի օգուտ չկա, ընդհակառակը, այն ավելի խորն է թաղելու։ Դու ոչ թե խղճում ես քեզ, այլ ոչնչացնում։ Այդ խղճահարությունը պետք է այսպես հնչի։ Այո, իմ սխալները ինձ ծանր վիճակի մեջ դրեցին, բայց ես բավական ուժեղ եմ վերանայելու իմ սկզբունքները եւ փորձելու ամեն ինչ վերակառուցել։ Դե մոտավորապես այդպես։ Տաթևն ինքն էլ չնկատեց, թե ինչպես Բագրատի նկատմամբ զայրույթը ինչ-որ տեղ անհետացավ։ Նա տեսավ թույլ, անվստահ մարդու, միևնույն ժամանակ բացարձակ անվնաս։ Նա նույնիսկ ցանկացավ ինչ-որ կերպ օգնել նրան։ Մի վայրկյան Տաթևը նույնիսկ վախեցավ, որ այդպես են դրսևորվում արթնացած զգացմունքները։ Չէ՞ որ հենց դրանից էր նա վախենում, երբ առաջին անգամ տեսավ նախկին ամուսնուն։ Բայց ոչ, խղճահարությունն ու սերը բացարձակ տարբեր բաներ են։ Թեև երբեմն դրանք դժվար է տարբերել եւ Տաթևի մոտ դա հենց խղճահարություն էր։ Տաթև, շնորհակալ եմ քեզանից։ Ինչի համար։ Խոսակցության ինչ-որ պահի ես մտածեցի, որ հիմա պարզապես կհարվածես ինձ, կշրջվես եւ կվազես։ Շնորհակալություն, որ դա չարեցիր։ Գիտես, դե իսկապես նման միտք ունեի, ծիծաղեց Տաթևը, բայց հետաքրքրասիրությունը ավելի ուժեղ էր։ Լսիր, իսկ դու ընդհանրապես չվախեցար վերադառնալ քաղաք։ Այնտեղ քեզ ծանոթներ կլինեին, չէ՞ որ Բաթումին գյուղ չէ, ու այնտեղ շատ են հայերը։ Ես քաղաքում չէի ապրում, հեռու տեղերում էի հանգրվանում, կենտրոնում ընդհանրապես չէի հայտնվում, հիմնականում հեռավար էի աշխատում, քաղաք էի մտնում միայն մեքենայով։ Իսկ հետո ես արմատապես փոխեցի արտաքինս եւ ազգանունս, թվում էր դա բավարար է, եւ իրոք, մինչեւ քեզ հետ հանդիպելը գաղտնիությունը հաջող էր։ Այն քեզ հետ առաջին հանդիպման ժամանակ էլ բավականին հաջող անցավ։ Տաթևը հիշեց, թե ինչպես առաջին անգամ տեսավ Բագրատին օդանավակայանում, բայց լայն գլխարկը թույլ չտվեց նրան ճանաչել նախկին ամուսնուն։ Գիտես, եթե չլիներ Դավիթը, գուցե մենք այստեղ չենք նստի։ Նա ճանաչեց ինձ։ Այո, ես ինքս էլ չէի սպասում։ Հույս ունեի, որ նա վաղուց ամեն ինչ մոռացել է։ Բագրատը ծանր հառաչեց։ Տաթև, ես ուզում եմ հանդիպել նրան։ Ինչու է դա քեզ պետք։ Ես հասկանում եմ, որ այլևս երբեք նրա համար լիարժեք հայր չեմ լինի, բայց ես շատ եմ ուզում տեսնել նրան։ Դու ինքդ ասացիր, որ ես կարող եմ ամեն ինչ վերակառուցել, խնդրում եմ, տուր ինձ այդ հնարավորությունը։
Տաթևը չգիտեր ինչ պատասխանել Բագրատին։ Հնարավոր է հենց հիմա, երբ Դավիթը դեռ բավական փոքր է եւ նրա անցումնային տարիքը չի սկսվել, լավագույն ժամանակն է ընտանիքում հոր ներկայությունը վերադարձնելու համար։ Բայց Տաթևը վախենում էր այդպիսի վճռական քայլերի գնալ։ Նա սովոր էր Դավիթին միայնակ դաստիարակել։ Ես չգիտեմ, ասաց Տաթևը։ Նրա համար այդ հանդիպումը կարող է շատ ծանր անցնել։ Ես ամեն ինչ հասկանում եմ, Տաթև, կփորձեմ առավելագույնս զգույշ լինել։ Լավ, միայն եկ այսպես անենք։ Առավոտյան ես կպատրաստեմ նրան, կզգուշացնեմ քո մասին, հետո կհանդիպենք, մի քիչ կխոսենք։ Հանդիպումից հետո ես նորից կխոսեմ նրա հետ, բայց արդեն մենակ։ Եվ միայն եթե նա ցանկանա քեզ կրկին տեսնել, կնայենք ինչ անել հետո։ Ոնց կասես, համաձայն եմ։ Ուրեմն վաղը ժամը 11-ին հյուրանոցի սրճարանում։ Հա, միայն հիշիր, Դավիթի համար դու ճանապարհորդ ես, որը նոր հողեր էր ուսումնասիրում։ Հետաքրքիր է օրինել։ Լավ, հասկացա։ Տաթևը հրաժեշտ տվեց եւ գնաց իր սենյակ։ Նա պտտվում էր եւ այդպես էլ չկարողացավ քնել մինչև առավոտ։ Նրան դժվար էր պատկերացնել, թե ինչպես կանցնի վաղվա հանդիպումը։ Ինչպես կարձագանքի Դավիթը, ինչպես կպահի իրեն Բագրատը։ Չափազանց շատ գործոններ կային, որոնք հնարավոր չէր կանխատեսել։ Իսկ եթե որդին պարզապես չցանկանա նորից տեսնել իր հորը։ Այդ մտքերով Տաթևը պառկած մնաց մինչև զարթուցիչի զանգը։ Նա այն դրել էր առավոտյան 10-ին, որպեսզի հասներ հավաքվել եւ ամեն ինչ բացատրեր Դավիթին։ Մամ, մենք այսօր ինչ-որ տեղ ենք գնում, հարցրեց որդին, նայելով թե ինչպես է մայրը դիմահարդարվում։ Հա, տղաս։ Տաթևը շրջվեց դեպի Դավիթը։ Հիշում ես, ինքնաթիռի ուղևորին, որին դու հայրիկ անվանեցիր։ Հա, հիշում եմ։ Գիտես, ընդհանուր առմամբ դու ճիշտ էիր։ Դու ճիշտ էիր, Դավիթ։ Դա իսկապես քո հայրիկն էր։ Պատկերացնում ես, վերադարձել է ճանապարհորդությունից ուղիղ այստեղ։ Մամ, ես ասում էի քեզ, ես ասում էի, ուրախ բղավեց տղան։ Եվ մենք այսօր նրա մոտ կգնանք։ Ահա, ու նա շատ կուրախանա քեզ տեսնելով։ Իսկ ես էլ նրան։ Տաթևը ուրախացավ որդու այդպիսի արձագանքից։ Հայրը նրան հետաքրքիր էր։ Ուրեմն հոգեբանորեն այդ հանդիպումը Դավիթի համար այնքան ծանր չպետք է անցներ, որքան ենթադրում էր։ Որտեղ էր նա այդքան երկար։ Նա ինքը քեզ ամեն ինչ կպատմի, տղաս։ Երբ ժամանակը մոտեցավ 11-ին, Տաթևը որդուը դուրս եկավ սենյակից։ Նա ավելի էր անհանգստանում։ Գուցե դեռ ուշ չէ, չեղարկեմ հանդիպումը, թող ամեն ինչ մնա ինչպես առաջ։ Բայց ոչ, այդ դարձի ճանապարհ չկար։ Տաթևն արդեն ամեն ինչ պատմել էր Դավիթին եւ հանդիպման հանկարծ ծակի չեղարկումը կարող էր տղային հենց այն հոգեբանական վնասը հասցնել, որից այդքան անհանգստանում էր նրա մայրը։ Տաթևն ու որդին հասան սրճարան, որը գտնվում էր հյուրանոցի առաջին հարկում։ Բագրատն արդեն ներսում էր։ Տեսնելով նախկին կնոջն ու որդուն, նա վեր կացավ եւ գնաց նրանց ընդառաջ։ Հայրիկ, բարձր ասաց Դավիթը եւ նույնպես վազեց ընդառաջ Բագրատին։ Ողջույն, ողջույն, իմ տղա, ասաց Բագրատը գրկելով որդու։ Տաթևը ողջունեց նախկին ամուսնուն եւ նրանք բոլորը միասին նստեցին սեղանի շուրջ։ Բայց պատմիր, դու ինչպես ես ապրում։ Բագրատը դիմեց որդուն։ Շատ լավ, զվարճանքներով լի կյանքով։ Այստեղ այնքան հիանալի է։ Ես ու մաման առաջին անգամ ենք այսպիսի հետաքրքիր ճանապարհորդության մեջ։ Միայն տեսնում էի, որ մաման այնքան էլ գոհ չէր, երբ ես սկսում էի քո մասին հարցնել։ Կարծում եմ դա իմ պատճառով էր, որ նա շատ էր անհանգստանում քեզ համար։ Դրա համար ես փորձում էի նրա մոտ քո մասին շատ չխոսել։ Պարզապես մտածում էի, իսկ որտեղ էիր այդ ամբողջ ընթացքում։ Մաման հավանաբար քեզ ինչ-որ բան պատմել է։ Բագրատը վերջին ուժերով զսպում էր արցունքները։ Ես հեռու էի եւ ոչ մի կերպ չէի կարող ձեզ մոտ գալ։ Այդպիսին է իմ աշխատանքը, ճանապարհորդել տարբեր քաղաքներով, գյուղերով, անտառներով, լճերով, ուսումնասիրել վտանգավոր տարածքներ։ Այդ աշխատանքը մշտական ներկայություն է պահանջում, եւ մենք ճանապարհորդներս շատ հազվադեպ ենք հանդիպում մեր ընտանիքներին։ Իսկ ինչու՞ չես ազատվում այդ աշխատանքից, որ մենք մամայի հետ քեզ ավելի հաճախ տեսնենք։
Հա, բայց ինչ-որ մեկը պետք է այն կատարի։ Թող կատարեն նրանք, ում մոտ գնալու տեղ չկա։ Ում ոչ ոք չի սպասում։ Բագրատը հասկացավ, որ այլևս չի կարող զսպել հույզերը։ Նա ձևացրեց, թե հանկարծակի հեռախոսը զանգ է ստացել և վազեց դեպի զուգարան։ Այո, նման իրավիճակներում երբեմն պետք է լաց լինել, նույնիսկ տղամարդկանց։ Տեսնում ես, Դավիթ, ինչպիսի լարված աշխատանք ունի հայրիկը, ասաց Տաթևը որդու հետ մենակ մնալով։ Նույնիսկ հանգստի ժամանակ շարունակում է զանգել և խանգարել։ Եվ ինչու է նրան այդպիսի աշխատանք պետք, վրդովեց տղան։ Դե յուրաքանչյուրն իր կոչումն ունի։ Մի քանի րոպե անց Բագրատը վերադարձավ։ Ներիր ինձ, խնդրում եմ, ստիպված էի ընդհատել։ Իսկ մենք այստեղ հենց խոսում ենք քո լարված և երկար աշխատանքի մասին, որը թույլ չի տալիս քեզ տեսնել որդուդ։ Տաթևը սկսեց խոսակցությունը տանել դեպի Բագրատի Դավիթի դաստիարակությանը հետագա մասնակցության հարցը։ Հա, աշխատանքի մասին։ Բագրատը մի փոքր կակազեց։ Գիտես, Դավիթ, ես հենց նոր հեռախոսով խոսելից ազատվեցի այդ աշխատանքից։ Իսկապես, հիմա մենք ավելի հաճախ կտեսնվենք։ Ուրախ հարցրեց տղան։ Հա, մենք անպայման ավելի հաճախ կտեսնվենք։ Բագրատը նայեց Տաթևին։ Բայց եթե մաման, իհարկե, դեմ չլինի։ Մամ, իսկ դու ինչ է, կարող ես դեմ լինել։ Զարմացավ Դավիթը։ Ոչ մի դեպքում, տղաս, իհարկե ես դեմ չեմ լինի դրան, բայց իրականում թե որքան հաճախ կտեսնվեք, մեծ մասամբ կախված կլինի հայրիկից։ Ես խոստանում եմ, որ մենք կտեսնվենք այնքան հաճախ, որքան ընդհանրապես հնարավոր է, վճռական ասաց Բագրատը որդուն։ Իսկ ինչու, դու պարզապես չես կարող սկսել մեզ հետ ապրել, ինչպես առաջ էր։ Բագրատը չգիտեր, ինչ պատասխանել Դավթին։ Նա շփոթված նայեց նախկին կնոջը։ Տաթևը փորձեց դուրս գալ դժվար իրավիճակից։ Դե որովհետև հայրիկը պետք է աստիճանաբար սկսի նոր կյանքը, փնտրի նոր աշխատանք, և նա ժամանակ չի ունենա մեզ հետ անընդհատ լինելու համար։ Իսկ հետո երբ գտնի, կկարողանա։ Դավիթը Տաթևին և Բագրատին ավելի անհարմար դրության մեջ գցեց։ Տեսնենք ինչ կլինի հետո, այդ ժամանակ էլ պարզ կլինի, պատասխանեց խուսափեց Տաթևը։ Բագրատը, Տաթևը և Դավիթը դեռ երկար նստեցին սեղանի շուրջ և զրուցեցին։ Նրանք քննարկում էին հանգիստը, ծովը, ճանապարհորդությունները, պատմում էին իրենց կյանքի մասին և պլաններ կազմում ապագայի համար։ Սրճարանում նախաճաշով օրը չավարտվեց։ Նրանք բոլորը միասին գնացին լողափ։ Բագրատը նույնիսկ սկսեց որդուն լողալ սովորեցնել։ Նրանք կարծես կես խոսքից հասկանում էին միմյանց։ Նույնիսկ մոր հետ Դավիթի մոտ որևէ ուսուցման գործընթացն այդպիսի հետաքրքրությամբ չէր անցնում։ Տաթևը դիտում էր այդ ամենը և հիշում էր այն ժամանակները, երբ իր և Բագրատի հարաբերությունները նոր էին սկսվում, և երբ Դավիթը նոր էր ծնվել։ Դա հաճելի հիշողություն էր, բայց շատ արագ Տաթևը նորից սթափվեց։ Հնարավոր չէր այդպես պարզապես վերցնել և մոռանալ Բագրատի արարքները, նրա դավաճանություններն ու խաբեությունները։ Այն, որ նա որդու հետ ընդհանուր լեզու գտավ, հրաշալի է, բայց պետք էր հեռավորություն պահել, որպեսզի նույն սխալը երկրորդ անգամ չկրկնվեր։ Չնայած նրան, որ Բագրատն այդ ընթացքում շատ էր փոխվել։ Երեկոյան նրանք երեքով գնացին քաղաքում զբոսնելու։ Կողքից Տաթևը, Բագրատը և Դավիթը նման էին իսկական երջանիկ ընտանիքի։ Մթնեց, և նրանք վերադարձան հյուրանոց։ Հասնելով վերելակի մոտ, Տաթևն ու Դավիթը մտան իրենց սենյակ։ Դե ինչ, լավ էր քեզ հայրիկի հետ։ Հա, շատ։ Ես ուզում եմ, որ ամեն օր այսպես անցկացնենք, բոլորս միասին։ Տղաս, ամեն օր չի ստացվի։ Վաղը մենք արդեն հետ ենք թռչում։ Ինչպես, արդեն վաղը, տխուր հարցրեց Դավիթը։ Բագրատի հետ այդ բոլոր արկածների մեջ Տաթևն ինքն էլ կարծես մոռացել էր, որ հանգիստն ավարտվում է։ Իսկ մենք հայրիկի հետ միասին կթռչենք։ Ոչ, նա ավելի ուշ կմիանա մեզ։ Հաջորդ անգամ նրա հետ կհանդիպենք արդեն մեր քաղաքում։ Նորից պետք է սպասել։ Մի անհանգստացիր, այս անգամ շատ ավելի քիչ կսպասենք,
Հույսով պատասխանեց Տաթևը։ Մամ, բայց ինչու դուք այնուամենայնիվ չեք կարող միասին ապրել ինչպես առաջ։ Ես քեզ բացատրել եմ, Դավիթ ջան, սա կյանք է, երբեմն ստիպված ենք ընտրել այն, ինչ մեզ այնքան էլ դուր չի գալիս։ Հայրիկը ստիպված էր ընտրել այդպիսի ճանապարհ, բայց մենք միևնույն է ամեն ինչ կփոխենք, մենք ավելի հաճախ կգնանք նման ճանապարհորդությունների, ավելի հաճախ կհանդիպենք հայրիկի հետ, քեզ դուր կգա։ Լավ, տխուր ասաց տղան և գնաց իր անկողին։ Տաթևն էլ շուտով պառկեց, բայց մի քանի րոպե անց հեռախոսը զանգեց։ Տաթևը հանգիստ դուրս եկավ պատշգամբ և սեղմ, փակեց դուռը, որպեսզի չարթնացնի։ Ալո, Տաթև, դու ես։ Խոսափողում լսվեց Բագրատի ձայնը։ Հա, իմ համարը մնացել է քեզ մոտ։ Դե ինչպես տեսնում ես։ Դե ինչպես է Դավիթը, խոսեցիր նրա հետ։ Խոսեցի, նա գոհ է։ Դա հրաշալի է։ Դե ինչ, ուրեմն վաղը կրկնենք զբոսանքը։ Ոչ, Բագրատ, մենք վաղը արդեն վերադառնում ենք։ Ես ինքս էլ գրեթե մոռացել էի դրա մասին։ Լավ է, որ հեռախոսի հիշեցումը աշխատեց։ Այդքան արագ։ Ես միայն 3 օրից։ Եվ վաղ ընդհանրապես հնարավորություն չի լինի հանդիպելու։ Լավ, առավոտյան կարճ ժամանակով կգամ, բայց մենակով։ Դավիթին ասացի, որ հաջորդ անգամ կհանդիպենք արդեն մեր վայրեջքից հետո։ Ինչու ես այդքան շտապել, Տաթև։ Նրա մոտ չափից շատ տպավորություններ են այսօրվանից։ Կարծում եմ ավելի լավ է կապը աստիճանաբար հաստատել։ Դե հավանաբար դու ճիշտ ես։ Իսկ որտեղ հանդիպենք։ Եկ հյուրանոցի բակի պուրակում։ Լավ, հասկացա։ Դե ուրեմն բարի գիշեր և միջ վաղը։ Երբ հանդիպեցին, Բագրատը փորձեց ամեն ինչ վերականգնել ու համոզել, որ հենց հիմա նորից միանան, մոռանալով նախկինում եղած սխալները։ Անցյալ ընտանեկան երջանկությունը կրկնելու հնարավորությունն այնքան գրավիչ էր, որ Բագրատի հանդեպ Տաթևի զգացմունքները նորից բռնկվեցին, բայց նա զսպեց իրեն։ Հիշեց այն նախազգուշացումը, որ ինքն իրեն տվել էր լողափում, չկրկնել նույն սխալը։ Ամեն ինչ չափազանց արագ և հանկարծակի էր պտտվել։ Իրականում նոր Բագրատի հետ նա ծանոթ էր ընդամենը մի քանի օր։ Լուրջ հարաբերություններ և համատեղ կյանք սկսելու համար դա քիչ էր։ Եվ այն ներումը, որ նա տվել էր Բագրատին, բոլորովին չէր նշանակում այդ հարաբերությունները սկսելու հնարավորություն։ Ներելը մի բան է, նոր վիրավորանքներ թույլ չտալը բոլորովին այլ։ Բագրատը չվիճեց Տաթևի մերժման հետ։ Նա գլխով արեց և ասաց. Ես հասկանում եմ քո պատասխանը։ Քո տեղում ես ընդհանրապես ինձ չէի ների։ Բայց շնորհակալություն արդեն սրա համար։ Գլխավորը, որի մերժումը ոչ մի կերպ չազդի այն բանի վրա, որ երեխայի մոտ հայրը նորից հայտնվի։ Դրա համար կարող ես չանհանգստանալ, Տաթև։ Հենց թռնեմ, անմիջապես կգամ ձեզ մոտ։ Խնդրում եմ գրիր, երբ վայրեջք կանեք և հետո կապի մեջ եղիր, ասաց Բագրատը։ Լավ, դու էլ այս անգամ մի կորչիր։ Վստահեցնում եմ, չեմ կորչի, ժպտալով պատասխանեց նախկին ամուսինը։ Տաթևին պետք էր վերադառնալ սենյակ և հավաքվել օդանավակայան, և նա և Բագրատը ակնհայտորեն ցանկանում էին գրկել միմյանց, հրաժեշտ տալու համար, բայց չարեցին դա։ Հնարավոր է ասելով ոչ, Տաթևը կատարեց իր կյանքի ամենադժվար ընտրությունը։ Նա ընդհանուր առմամբ կյանքում մերժող մարդ չէր, բայց այստեղ նա վերահասկեց իր բոլոր զգացմունքները։ Դրանով Տաթևը ապացուցեց ինքն իրեն, որ ուժեղ և զգացմունքներից անկախ կին է։ Արդեն շրջվելով նա լսեց, թե ինչպես Բագրատը կանչեց իրեն։ Սպասիր։ Ինչ, էլի բան կա։ Հա, Տաթև, խնդրում եմ ասա անկեղծ։ Քո մերժումը ընդմիշտ է, թե ես դեռ ինչ-որ հնարավորություն ունեմ։ Կապրենք կտեսնենք, Բագրատ, պատասխանեց Տաթևը։ Եվ արագ հայլերով գնաց դեպի հյուրանոց։ Վերելակում նրա աչքերին արցունքներ հայտնվեցին։ Ոչ, դրանք տխուր բաժանումի արցունքներ չէին Բագրատից, չէ որ ընդամենը մի քանի օրից նրանք նորից կտեսնվեն։ Դրանք ուրախության արցունքներ էին,
ուրախություն, նոր զգացողություններից, կյանքի նոր էջերից։ Այդ հանգստի օրերին Տաթևը սովորեց կյանքին այլ կերպ վերաբերվել, կառավարել իր հույզերը, զգացմունքները, վերագտնել երեխայի համար հայր, բայց միևնույն ժամանակ չընկնել Բագրատի հետ անմիտ, միամիտ հարաբերությունների մեջ։ Այդպիսի հավասարակշռություն կարող է պահպանել միայն իմաստուն կինը, եւ հենց այդպիսին դարձավ Տաթևը այդ տաք ամառային օրերին։ Նա որոշեց այլևս թույլ չտալ օգտագործել իրեն, միևնույն ժամանակ չզրկելով որդուն հոր հետ մտերմանալու եւ նրա հետ կարևոր եւ ուրախ օրեր անցկացնելու անհրաժեշտությունից։